Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Այսօր դատախազություն գալու իմաստը ինչումն է կայանում, ինչ պահանջում եք։ Բարև ձեզ, քաղաքացիները կորցրել են գումարներ, բայց քաղաքացիները չեն կորցրել իրենց իրավունքները։ Մենք եկել ենք պահանջելու ուղղակի պետական պատասխանատվություն, որովհետև խոսքը արդեն չի գնում միայն ու միայն պետական անգործության մասին, խոսքը արդեն գնում է պետական պատասխանատվության բացակայության մասին։ Քաղաքացիները կորցրել են գումարներ, քաղաքացիները դարձել են զեղծարարության զոհեր, ինչի որովհետև քաղաքացիները պաշտպանություն չեն ստացել պետական մարմինների կողմից եւ դրսևորվել է պետական մարմինների կողմից անգործություն, իսկ հիմա մենք ակնկալում ենք, չենք ակնկալում, պահանջում ենք, պարտավորեցնում ենք պետական պատասխանատվություն։ Ինչի մինչև այսօր սեղանին դրված չեն կամ ինչի մինչև այսօր չկան գործուն մեխանիզմներ քաղաքացիների վնասների փոխհատուցման վերաբերյալ։ Մեզ չի բավարարում ինչ-որ դրական պատասխաններն ու խոստումները չեն վերադարձնում քաղաքացիների կորցած գումարները։ Մեզ չեն բավարարում այն պատասխանները, որ քննությունը դեռևս ընթացքի մեջ է։ Տարիներ շարունակ քննությունները եղել են ընթացքի մեջ, սակայն չեն վերականգնվել քաղաքացիների իրավունքները։ Դատախազությունը ունի պարտականություն տուժած քաղաքացիների կողքին կանգնելու, դատախազությունը ունի պարտականություն տուժած քաղաքացիների վնասը վերականգնելու։ Այսպիսով եկել ենք այստեղ հանդիպում պահանջելու եւ հանդիպման շրջանակներում սեղանին պետք է դրվի միայն ու միայն մի հարց՝ քաղաքացիների ֆինանսական իրավունքների վերականգնում, փոխհատուցում եւ պետական պատասխանատվություն։ Դուք պարբերաբար նույն պահանջով տարբեր գերատեսչությունների դիմաց եք լինում, բայց կարծես թե հարցին լուծում չեն փորձում տալ։ Այս անգամ ինչքանով եք հուսով, որ ձեզ կընդունեն, կլսեն։ Նույն պահանջով մենք տարբեր գերատեսչությունների առաջ չենք լինում, նույն պահանջով մենք լինում ենք գլխավոր դատախազության առաջ, նույն պահանջով մենք լինում ենք քննչական կոմիտեի առաջ։ Ինչու քննչական կոմիտեի առաջ, քանի որ քաղաքացիների գործերը քննվում են քննչական կոմիտեում եւ նրանք ունեն պատասխանատվություն եւ այդպես մենք չենք սպասելու հավերժական քննություններին, մեզ չի բավարարում ձգձգումները, մեզ չեն բավարարում լղոզիկ ու նվաղուն պատասխանները, իսկ գլխավոր դատախազությունը ինչու, որովհետեւ արդեն ասացի, որ գլխավոր դատախազությունը ունի օրենսդրական պարտականություն տուժած քաղաքացիների կողքին կանգնելու եւ նրանց ֆինանսական իրավունքները վերականգնելու մասով։ Դուք նշել էիք, որ եթե հարցին լուծում չտրվի, ապա այլ ավելի մեծ քայլերի եք դիմելու, բողոքի ակցիաները շատացնելու եք եւ նմանատիպ այլ քայլերի եք դիմելու։ Սա այդ քայլերից մեկն է, թե դեռևս շանս եք փորձում տալ։ Ուրեմն քայլերը ընթացքում աստիճանաբար ավելի սուր բնույթ կկրեն, մենք համակարգերը արդեն խցանել ենք քաղաքացիների դիմում բողոքներով։ Եթե դիմում բողոքները չեն հասցնում, որովհետև շատ քաղաքացիների մասով հանցագործության մասին հաղորդում ենք տվել, քննիչները դեռևս ամիսներ շարունակ չեն հասցրել քաղաքացիներին կանչեն քննության, բայց այս քննությունները ոչինչ չի տալիս, որովհետև քննությունները խոսում է ձգձգումների մասին եւ քննությունների շրջանակներում որևէ քաղաքացու իրավունքներ վերականգնված չեն, այսինքն սա եւս մի ապացույց է, որ ընդունված մեթոդները կամ ավանդական մեխանիզմները, ավանդական օրենքները չեն պաշտպանում քաղաքացիներին նոր հանցագործություններից, կիբերհանցագործություններից, ներդրումային խարդախություններից եւ զեղծարարություններից։ Ներքին գործերի նախարարության կիբերանվտանգության վարչությունը այսպես հրապարակումներ է անում, ինչ որ հերոսական դիմակավոր, ինչ որ աշխատակիցներ մտնում են, գետնին են պարկացնում ինչ որ զեղծարարների խմբերի եւ ինչ որ քաղաքացիներին ոգևորում են սրանով իբրև հանցագործություն են բացահայտում։ Հարց. դա որքանով է վերականգնում մեր քաղաքացիների իրավունքները։ Արդյոք դրանով քաղաքացիների ֆինանսական իրավունքները վերականգնվում են կամ այդ ֆինանսները հետ են գալիս քաղաքացիներին։ Իհարկե ոչ, սա արդեն մտահոգություն է, սա արդեն բերում է նրան, որ մենք մտածում ենք, որ հասարակությանը ապակողնորոշելու միտում ունեն։ Ցույց են տալիս իբրև զեղծարար խմբեր են բռնում, ցույց են տալիս ինչ-որ հանցագործներ են բռնում, բայց քաղաքացիները մնում են ձեռնունայն ու անհույս, ինչը բերում է քաղաքացիների վստահության կորստի
ինչը ավելի վտանգավոր միտումներ ունի, իսկ ինչ որ մենք ասել էինք կսրենք իրավիճակը, այո մենք կսրենք իրավիճակը, մենք կխցանենք բոլոր համակարգերը դիմումներով, ոչ միայն քննչական կոմիտեն, ոչ միայն գլխավոր դատախազությունը, այլև կառավարությունը այստեղ ունի հստակ անելիքներ։ Մեր պահանջները ուղղված են ուղիղ պետությանը, ուղիղ պետական մարմնին եւ մենք պահանջում ենք պատասխաններ ուղիղ պետությունից, ոչ թե իշխանությունից կամ այն կուսակցությունից կամ այս կամ այն քաղաքական խմբերից, այլ մենք ուղղակի հենց պետությունից ենք պատասխանատվություն պահանջում։ Ընդհանուր առմամբ այսքան ժամանակահատվածում քանի դիմում բողոք եք մուտք արել եւ քանիսին են պատասխանել ու արդյոք այդ պատասխաններից դուք գոհ եք թե ոչ։ Մենք հանրային վերահսկողություն հասարակական կազմակերպությունը ստացել է 600-ից ավելի դիմում բողոքներ, մենք դիմում հանցագործության մասին հաղորդումներ ենք տվել 350-ից ավելի, նախաձեռնվել են մոտավոր 300 եւ ավելի քրեական գործեր, որոշ դիմումների մի քանի տասնյակ դիմումների դեռևս չունենք արձագանք, հույս ունենք, որ քննիչները կկանչեն, բայց սրանք, չգիտեմ, սա ուղղակի բերում է նրան, որ մենք քաղաքացիների մոտ նորից եմ ասում կորում է վստահությունը, որովհետև գործերը քննվում են, ժամկետները ձգձգվում են, այնքան մինչև այդ գումարները դուրս են բերվում Հայաստանի Հանրապետությունից, դրանց հետ կկորում է եւ հանցագործությունների բացահայտումը դառնում է ուղղակի անիրատեսական, հա, եւ հեռուստատեսությամբ տեսնում ենք ինչ որ հանցավոր խմբերի, որ բռնում են եւ սա ուղղակի մենք գնահատում ենք ապատեղեկատվության տարածում, որովհետեւ նորից եմ ասում, որ ինչ որ խմբերի եթե բռնում են, դա ինչ որ բան պետքա տա Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, դա ինչ որ բան պետքա տա տուժած քաղաքացուն, ֆինանսական վնասներ կրած քաղաքացուն եւ ես պնդում եմ, որ պետական պարտականություն է կանգնել հատկապես գլխավոր դատախազությունը ոչ թե միայն ստատիստիկա իրականացնելու համար է նախատեսված, այլ գլխավոր դատախազությունը նախատեսված է քաղաքացու կողքին կանգնելու, քաղաքացիների ֆինանսական իրավունքները պաշտպանելու, քաղաքացիների իրավունքները վերականգնելու, նաև փոխհատուցում տրամադրելու համար։ Հիմնականում ինչ խարդախություններից են տուժել քաղաքացիները։ Մենք քիչ առաջ զրուցում էինք մի քաղաքացու հետ, որը նշեց, որ իր մայրիկի թոշակն են այդպես խարդախությամբ խլել եւ նմանատիպ դեպքերն են շատ թե այլ դեպքեր։ Թոշակի մասին ես չգիտեմ ինչն են խլել են քաղաքացիների գումարները, նյութական վնասներ են քաղաքացիները կրել, սրանք կոչվում են ներդրումային խարդախություններ եւ կիբերհանցագործություններ, ներդրումային խարդախությունները տեղի են ունեցել տարբեր հարթակների ձևաչափով, որոնք տարածված են եղել եւ մինչ այս պահին տարածված են Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում եւ ունենք որոշակի քաղաքացիների խմբեր, ովքեր դեռևս հավատում են զեղծարար հարթակներին, սակայն այդ զեղծարար հարթակները դեռևս հասանելիությունը չեն կորցնում եւ մնում են հասանելի քաղաքացիների համար, մինչդեռ հանցագործությունների կանխարգելման նպատակով ունեն պարտականություն պետական տարբեր մարմիններն ու համակարգերը այդ հարթակները ուղղակի Հայաստանի Հանրապետությունում հասանելի դարձնելուն։ Մենք տևական ժամանակ պայքարել ենք այդ հարթակների գովազդները կանխարգելելու նպատակով, բայց դեռևս չունենք եւ վստահ չենք արդյոք այդ գովազդները դադարեցվել են Հայաստանի Հանրապետության տարածքում, թե դեռևս կան։ Համենայն դեպս գովազդները գուցե այս պահին մենք ֆիզիկապես այդպես փակցված չենք տեսնում, ինչպես ամիսներ առաջ է տեղի ունեցել, ամիսներ առաջ մարդաշատ վայրերում փակցված են եղել ֆիզիկապես գովազդներ, պետական մարմիններից, օրինակ դպրոցներից օգնություններ են բաժանվել զեղծարած կազմակերպությունների անվանումները փակցված վրան եւ սրանով իսկ առաջացրել են քաղաքացիների վստահությունը մարզերի դպրոցներում են հատկապես Լորվա մարզի թե ոչ բնակավայրերի ներողություն սպայն։ Ես չեմ հիշում, բայց քրեական գործի շրջանակները մենք այդ մասին արդեն իսկ ասել ենք։ Հուսամ, որ այստեղ էլ մեղավորները կբացահայտվեն, բայց այս մեղավորների բացահայտումը պետք է քաղաքացիները զգան իրենց մաշկի վրա։
Այսպիսով այդ գովազդները տարածված են եղել ժամանակներ ի վեր, գրեթե 14 ամիս Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, մարզերում եւ Երևանում, մարդաշատ վայրերում համենայն դեպս սրանով առաջացել են վստահություն քաղաքացիների մոտ։ Այո, այս պահին գովազդներ չկան, բայց միայն գովազդները ֆիզիկապես փակցված վայրերից հեռացնելով չի, մեդիա հարթակներում դեռևս լայնածավալ կերպով ներդրումային խարդախությունների մասով գովազդներ գնում են, քաղաքացիները նմանատիպ զանգեր ստանում են եւ ունենք հարթակներ, որոնք դեռևս հասանելի են Հայաստանում, ավելի ճիշտ ինչ դեռևս այսքան մեր բարձրաձայնումներից հետո որևէ հարթակ, որևէ զեղծարար հարթակ Հայաստանի Հանրապետության տարածքում չի դարձել անհասանելի։ Ներողություն, այսինքն ձեր ասածից ստացվում է, որ պետական մակարդակով են արվել այդ խաբեությունները, այսինքն համագործակցություն ամեն դեպքում կա պետության եւ զեղծարարների։ Ես չեմ կարող գնահատել համագործակցություն, կարող ենք ունենալ նմանատիպ կասկածներ, բայց առկա է հստակ անգործություն։ Եվ առկա է հստակ պետական պատասխանատվության բացակայություն, պետության ձախողման հետևանքով քաղաքացիները չպետք է կրեն նյութական կամ ֆինանսական վնասներ։ Մենք չենք եկել այստեղ միայն բողոքելու, մենք եկել ենք պահանջելու, մենք եկել ենք պահանջելու արդարություն, մենք եկել ենք պահանջելու փոխհատուցում։ Իսկ վերջին ակցիաներից, բարձրաձայնումից հետո ինչ փոփոխություններ առաջընթաց եք նկատում։ Մենք ունենք խոստումներ։ Մեզ տեղեկացրել են, որ այս հարցերով զբաղվում են։ Խոստումները չեն կարող, չգիտեմ, վերականգնել քաղաքացիների ֆինանսական իրավունքները, խոստումները քաղաքացիներին, այսպես ասած, կորցրած գումարները չեն վերադարձնում։ Մենք էլ չենք պատրաստվում այսպես հավիտենական եւ անժամկետ, այսպես սпасել խոստումների իրականացմանը, որովհետեւ մենք տեսնում ենք բազմաթիվ այլև այլ հարցերում պետությունը շատ բաներ է խոստանում, ինչը չի կատարվում, այսպես մենք չենք կարող ուղղակի այդ խոստումները լսելուց հետո ուղղակի գնալ տուն ու քնել։ Մենք հետևողական, ես ուզում եմ որպես հանրային վերահսկողություն հասարակական կազմակերպության ղեկավար, որպես իրավապաշտպան Մհեր Կարագոզյան, ուզում եմ հայտարարել, որ մենք հետևողական ենք լինելու, սա ուղղակի բողոքի ամբիցիոզ ակցիա չի, սա պայքար է, մենք հետևողական ենք լինելու մինչև վերջ, որ յուրաքանչյուր քաղաքացու վերջին լուման վերադարձվի քաղաքացուն։ Այսքանը, շնորհակալ եմ։